Մերոնք գետայեմ կայքի եթերում ես շարունակում եմ, մերոնք շարքը բարև ձեզ։ Այսօրվա թողարկումը կբաժանենք երկու մասի։ Մաս առաջին Թրամփի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն այն ինչ տեղի է ունենում մերձավոր արևելքում եւ մեր մասնակցությունը, եւ մաս երկրորդ Էրեբունի Երևանի տոնակատարությունը։ Սկսենք առաջին մասից։ Քիչ եմ պատմական ակնարկ անելու դեպքում մենք այլ ելք չունեինք։ Ընտրել մի հովանավոր, ով հզոր կլինի եւ կկարողանա Հայաստանը այս իրավիճակից դուրս բերել։ Քանզի մեր եղբայր ռուսները, այսպես ասեմ, տարիներով, տասնամյակներով մեզ խաբեցին։ Տասնամյակներով, դարերով մեզանից տարան այն, ինչ մենք ունեինք, եւ բաժանեցին մեր ողերիմ հարևանների միջև։ Ղարսի պայմանագրով մի բաժին տվեցին, Նախիջևան տվեցին, Ղարս տվեցին, չգիտեմ, Արցախը նախ հայտարարեցին, որ Հայաստանի անբաժանելի մաս է, հետո Արցախը հետո էլ հայտարարեցին, որ Ադրբեջանինն է, իրենց առևտուրն արեցին, մեզ մցրեցին փակուղի։ Ուզում էին Զանգեզուրն էլ նվեր տալ թուրքերին, այսինքն ադրբեջանցիներին, Նժդեհը թույլ չտվեց։ Նժդեհը ցույց տվեց իրական հայրենասերի կեցվածք, դրսևորեց կեցվածք եւ 11-րդ Կարմիր դիվիզիան լցրեց ձորը, սատկացրեց բոլորին, միջև որ ճարահատյալ ռուսները համաձայնեցին, որ Զանգեզուրը պիտի մնա Հայաստանի կազմում եւ նոր Նժդեհը թողեց գնաց։ Սա է իրականությունը։ Հետո երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, ռուսները այս անգամ մեր ուժի դեմ ընկրկեցին։ Խորհրդային Միությունը թույլ էր, Սովետը թույլ էր, Ռուսը թույլ էր, պետությունները բաժանվում էին, մենք պատմական արդարությունը վերականգնելու հայտ ներկայացրեցինք, ռուսները էլի պատմական արդարություն վերականգնելու մեր հայցը մերժեցին, իրենց ապուշի տեղ դրեցին, իրենց իսկ ձեռքով գծած արհեստական Արցախը նորից թողեցին Ադրբեջանի կազմում, այնինչ կարող էին մեկ գրչի հարվածով այդ հարցը լուծել, քանզի իրենք էին դա արել։ Էլ չեմ ասում մնացած անկլավները։ Բայց մեր ժողովուրդը, մեր տղերքը, մենք մեկ դարձանք, կարողացանք ազատագրել Արցախը։ Ռուսները հանգիստ սպասեցին, տեսան, որ մենք ուժեղ ենք, մենք մեկ ենք, բերեցին թշնամիներին այս երկրի ղեկավարության մեջ ներդրեցին։ Քոչարյան Ռոբերտին, Սերժիկ Սարգսյանին, դաշնակցական պարագլուխներին, այն լակոտ լուկուտներին, ում համար բիզնեսը հայրենիքից թանկ է, ում համար հայրենիքը գրպան է, Թես բոլորին բերեցին, եթե այս երկրում 10,000 ամբարով մարդ կար, դրանք դարձան կառավարիչ Հայաստանում։ Արդյունքում մեր ձեռքբերումը զրոյացավ, մենք կորցրեցինք։ Հետո էլ ռուսներն ասացին, լավ, Զանգեզուրի Միչանսկի կառավարումը մենք ենք անելու։ Էդ էլ մեզ տվեք ու ամեն ինչ լավ կլինի, բալեք։ Այստեղ ընդվզում տեղի ունեցավ։ Այստեղ Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չեմ ասում իր մեղքը սարսափելի է։ Նիկոլը ոնց այդ մեղքով ապրում, չգիտեմ, այդ պատերազմը տանուլ տալով է սովենով, բայց փորձեց պրպտել մի ելք, այսպես ասած, հերթական հովանավորի կամ գուցե նորմալ ու մարդկային հովանավոր գտնելու ճանապարհին։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու աշխարհի այս շփումների արդյունքում կարծես թե հասկանալի դարձավ, որ մեր ինքնիշխան տարածքը այսքանը մնում է մեզ, այս ճանապարհներն եկեք բացեք, մենք դեմ չենք։ Թող Ադրբեջանը մտածի։ Նա էլ այլևս չէր կարող ուխտին նստած կուզանել։ Նույնը վերաբերում է Թուրքիային։ Ահա, այս ճանապարհով մենք գնացինք։ Հիմի լավ է թե վատ, չարախոսում են, սա ելքերից եզակին էր։ Քանզի Ռուսաստանը ամենևին մեր եղբայրը չի։ Իհարկե, մեղավորը այս վերջին ժամանակաշրջանում մենք ենք։ Որովհետև Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, դաշնակ պարագլուխների վրայից կներեք մեղ բարի համար քաքի հոտ է գալիս։ Այնքան մտան ռուսների համարժեք տեղը, որ կեղտահոտը, գարշահոտը ուղղակի թափվեց այս մարդկանց վրայից։ Դե իսկ
Ինչպես են վարվում սեփական կեղտի հետ, այնպես էլ Պուտինը վարվեց Հայաստանի հետ։ Նրա համար Հայաստանը Քոչարյան Ռոբերտն էր, Սերժիկներ։ Այդ սուտի օլիգարխներն են, ամեն գնով փող շինողներն են։ Դե այդպես պիտի աներ։ Իհարկե մեր մեղքի բաժինը կա, բայց մի բան էլ էլի, այդ մեր մեղքի բաժինը, այդ մեծ Ռուսաստանի, Խորհրդային Միության, Պաշտպանության SN-ի համար մեծագույն ներդրում ունի հայ ժողովուրդը, ազնիվ ներդրում ունի։ Մեր մարշալները ու այսով են։ Այն նրանք էին հայերը, բայց Պուտինյան Ռուսաստանի համար կամ Կրեմլյան իշխանության համար դա էական չէր։ Իրենք պիտի դա հաշվի առնեին։ Հետ էլ հաշվի չառան եւ ունենք այն ինչ ունենք։ Շարմ el-Շեյխում տեղի ունեցավ մեծ հանդիպում եւ այնտեղ հրավիրված էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Գնաց այնտեղ ինչ որ միջադեպեր տեղի ունեցան, այսպես Թրամփը ձերքը սեղմում է, այնտեղ ասում է հայրենակիցդ ով է, չգիտեմ, երկրներն է շփոթում, այստեղ մի վայնասուն են բարձրացնում երկուսը, աման, մենք չենք կարա Թուրքիա հայրենակից լինենք։ Պարզ է, չէ, հայրենակից ասելով տարածաշրջանի նկատի ուներ Թրամփը, բայց ես արդարացնելու համար չեմ ասում։ Այս նույն մարդիկ, ուրեմն Ելցինյան ժամանակներում մի խնջույքում Ելցինը բաժակ է բարձրացնում եւ ասում է հարգելի Լևոն, ու մոռանում է հայրանունը։ Հակոբիչ բառը պիտի ասեր, մոռանում է։ Նույն պահին Լևոնը Տեր-Պետրոսյան ասում է ձեր համար ես միշտ Լևոն եմ եւ միջադեպը ծիծաղը հարթվում է։ Այսինքն նմանատիպ երևույթներ միշտ եղել են, ինչու դա չեք հիշում, հիշում եք սա։ Գուցե Նիկոլ Փաշինյան շատ բանի է արժանի, պարսավանքի, հալածանքի, ես համաձայն եմ, բայց Դավիթ Մշեցի բանաստեղծ կա, սովորաբար մի քիչ ծայրահեղ դրսևորումներ ունի, բայց ինքը շատ գեղեցիկ մի բան էր գրել։ Ասում էր գեղի տղերքով հավաքված, հիշում են թե գեղում քանի 3 տարանի կա, բերի մասին է խոսքը։ 6-ն է ասում է այդ բերի քանակը, բայց իրենք 5-ի անունն են տալիս, քանզի այդ մեկի տղան իրենց հետ է լինում։ Երբ հաշվում են 5-ն է դուրս գալիս, այս տղան ասում է տղեր, ոնց որ մորս մոռացաք։ Հիմա ես Մշեցին ասում էր, այդ որ Նիկոլին ասում եք, ձեր մամային էլ մի մոռացեք։ Ձեր արած կեղտը, ձեր արած անազնվությունը, որ այսօրին այս վիճակին հասանք։ Ու մեր ընդդիմությունը հենց այդպիսին է։ Դրա համար է հասարակությունը, ժողովուրդը տեսնում ու զզվանք ապրում, որ այսպես դուք արեցիք այսքան, բայց մեղադրում եք, բայց ձեր արածի համարով պիտի ձեր մամանների տեսակը ինչու չեք բացահայտում կամ պապանների։ Այս է խնդիրը։ Այս ազնվության պակասը քանդում է տունը, դե իշխանությունը ինչպես իշխանություն իրեն պահելու գործընթացն է առաջ տանում։ Ասելս ինչ է։ Ճանապարհների բացումը, չգիտեմ դրա անունը Թրամփի ուղի կդնեն, թե Սուրիկի ուղի, թե Նիկոլի, բացարձակ էական չի։ Շատ կարևոր է։ Եվ այն ինչ արվում է այս ուղղությամբ, պետք է բոլորս աջակցենք, որ այս ուղղությամբ քայլերը տեղի ունենան։ Եվ պետք է նաև գիտնականից ու առաջի դասարանցի ռոբոտաշինությամբ զբաղվողից սկսած մտածեն հայրենիքի պաշտպանողության մասին։ Ինչքան հնարավոր է այս ընթացքը այդ խաղաղությունը ունենալ, պիտի պատրաստվել, որ այդ խաղաղությունը կարողանանք պահել։ Սա է իշխանությունների եւ ընդդիմության սրբազան պարտականությունը, մեկը մի քայլ է անում, սակայն մյուսը սկսում է փնովել, հայհոյել եւ ունենում ենք այն ինչ ունենում ենք։ Խառնի ճավանջ մի բազմություն, մեկը մեր ձևով են կանելու, ասում են, այդ ինչ է կանելու, ասում է 7 տարը չհասկացաք, ինչ է ապեջան, հա, հասկացանք։ Ձեր ձևով պղծեցիք երկիրը։ Այսօրվա իշխանությունն էլ իր ձևով է պղծում։ Մի կողմից Թրամփյան ճանապարհը ձեռք բերում եմ համարում, պետք է ամեն ինչ անել, որ իրականություն դառնա։ Մյուս կողմից ներքին պահվածքը չգիտես լաս թե խնդաս։ Երևանի օրներ, Երևանի տոնը, Երևան ջան։ Ես Երևանի փողոցները հաղորդաշարի հեղինակն եմ եղել։ Ես Երևանի հին փողոցներն ու ճանապարհները շատ լավ գիտեմ։
ավելի շատ որ ասեմ ես ամենաշատն եմ սիրում, չկա այդպիսի բան, կամ սիրում ես քաղաքդ կամ չես սիրում։ Իսկ քաղաքը սիրելու համար պիտի քաղաքի վայելքը չկորցնես։ Եվ այստեղ է որ Նիկոլ Փաշինյանը մի հիմար քաղաքապետ է նշանակել, հա այդ հիմար բառը հապավում է, ուղղակի որ երկար չասեմ հիանալի մարդ, քաղաքապետ ասում եմ հիմար։ Այդ հիմար քաղաքապետը այնքան հզոր է, այնքան հիանալի մարդ է, որ Երևանի փողոցում տարածքալով գովազդ է գրում, թքած ունենալով հայերենի մասին օրենքի վրա։ Եվ այդ օրենքը գրողների վրա, եւ այդ օրենքը պահպանող կամ պահապան լինելու պարտականություն ունեցող կառավարության վրա եւ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա։ Այո։ Այդ հիմար հիանալի մարդ քաղաքապետ Տիգրան Ավինյանը թքած ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների վրա։ Եվ սա փաստ է։ Հակառակ դեպքում հայերեն բառակապակցությունը չէր կարող միասին գրվել։ Մինչ օրս կինոկոմիտասի դիմաց մի վարսավիրանոց կար, այդ վարսավիրանոցը դարձել է չգիտեմ ինչ որ մի հաստատություն, դրա տերը ասենք ապուշ է, բայց այդ ապուշությունը ինքը իրավունք չուներ պետական պատին գրեր, բայց գրել է Տիգրան Ավինյանը այնքան հիմար է, հիանալի մարդ, որ թույլ է տվել, որ դա պատին մնա, եւ սկզբունքորեն մնում են։ Ուր են այում Նիկոլ Փաշինյան, չգիտեմ։ Ասում են կրթությունը Նիկոլ Փաշինյանը Լենին պապը ժամանակին բան ուներ, գրած էր սովորել, ասել է մեծ Լենինը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրեն մեծ Լենինի տեղն է դրել, ասում է կրթություն, կրթվել։ Ինչով եք կրթում։ Այդ դպրոցները Երևանի փողոցներում, Երևանում սարքում եք, կամ հանրապետություն, որ ինչ անեք, որ մի հիանալի մարդ, մի հիմար Տիգրան Ավինյան անունով քաղաքապետ նշանակեք եւ այդ հիմարը թույլ տա, որ բառակապակցությունը հայերենում գովազդի օրենքով SON-ով տրորելով վերցնեն ու պետական պատին գրեն։ Ու դուք խոսում եք կրթելուց, ասում եք 3 ճանապարհ կա կրթվել։ 3 ճանապարհ կա կրթել։ Ինչն եք կրթում։ Մի ձեռքով տալիս եք, 2 ձեռքով վերցնում։ Մի դպրոց եք սարքում, կառուցում, հա ձեր հաշվին չեք կառուցում, այո, բյուջեն ընդլայնում է, կոռուպցիան պակասել է եւ այլն, բայց այդ դպրոցի ուսուցիչը երբ դասավանդում է, ասում է երեխաներ հայերենում բառակապակցությունները գրվում են առանձին, մի հայվան ներողություն արտահայտությանս կարող է պատին գրել, մի ուրիշ հիմար հիանալի մարդ Տիգրան Ավինյանը կարող է ձայն չհանել։ Ում եք այսպես ասած որոշ մարդկանց մարեն ում եք ինադանում, որ այդ աղբը դեռ փողոցում է։ Ավելին, որ ուզում եք կրթել Նիկոլ Փաշինյան եւ մնացյալներ։ Այդ 5-րդ դասանի մաթեմատիկայի դասագիրքը ձեր գլխին չի տալիս։ Ձեր ուղեղը չի անջատվում։ Դուք ոչինչ չունեք։ Ինչ է նշանակում պայմանական ծնողները ադին ու բուդին են։ Հասկացանք Նիկոլ Փաշինյանը կուկուրուզի երկրից է, ասենք թե Դիլիջանիջևան կուկուրուզ շատ կա։ Ադի բուդի էլ կա։ Կարող ապուճուր ժամանակ չեք կերել, բերեցիք դասագրքում, ասեցիք հայրն ու մայրը մեկը ադին է, մեկը բուդին, երեխաները չաթին գուդին, կուտկուդին, հետո։ Եվ այսպես եք կրթելու Նիկոլ Փաշինյան, այսպես եք շնորհավորում Երևանի օրը։ Երևանում շենքեր կան, որ գրված է պահպանվում է պետության կողմից, սպասում եք քանդվի։ Այդ շենքերի 90%-ը վերականգնողական աշխատանքների մեջ չէ։ Ոչ նախկինների ժամանակ, ոչ ներկաների։ Երևանի ինչն եք ուզում պահեք։ Նոր աղմուկը բարձրացավ վերջերս տարիներ շարունակ ասում եմ։ Երևանի առաջին հրշեջ կայանը, որ գտնվում է նախկին Ազիզբեկովի, այսօր Սախարովի հրապարակում, այդ հրշեջ կայանը պատմական է։ Առաջին հրշեջ կայանն է Երևանի մեր հայ ժողովրդի իրականության մեջ։ Իտալահայերը առաջին հրշեջ մեքենան նվիրեցին 30-ականներին։ Այնտեղ մի գմբեթ կար, որի վրա կանգնած հրշեջը ծուխ էր տեսնում ծնգացնում։ Գնում էին հրդեհաշիջման, հարբած հետ էին գալիս,
քանզի թվացյալ ծուխը հրդեհ չէր, ինչ որ մեկ իր բակում խորոված էր անում։ Այսպիսի պատմություններ ունի Երևանը։ Հոշոտեցին, հիմա գտել են, ասում են Սամվել Մայրապետյանը առել է այդ Հրշեջ կայանի շենքը։ Այո, բայց բոլորը լավ գիտեք, առանց Քոչարյան Ռոբերտի ակաժների Սամվել Մայրապետյան չէ, իսկի որ ասում է մի հավաքարար չէին կարող կենտրոն թաղամասում իրենցով անել, կամ մի արտակնոց։ Առաջարկել եմ, ասել եմ ժամանակին բերեք, դա դարձրեք Հրշեջ պահպանության պատմության թանգարան։ Երևանը ունենա այդ թանգարանը։ Ոչ թե այնտեղ անառականոց սարքեն, ինչ որ մեկը հյուրատուն սարքի 5000 դրամով գան իրան այն բարից անեն գնան։ Այդպես չի լինում։ Երևանը այդպես պիտի սիրեն։ Այն պատմական դեպքեր ու երևույթներ են տեղի ունեցել Երևանի փողոցներում։ Երևանը դիմացել է։ Առաջի ուսուցչի նկարը դպրոցական առաջի դասարան դասագրքից անել եք Նիկոլ Փաշինյան, որ հիմարի յանալի մարդու շնորհիվ ինչ կոդով պիտի նայես գտնես։ Այս հավանակությամբ ում եք ուզում կրթել։ Ոնց եք ուզում կրթել։ Ուր եք տանելու։ Այն որ աշխարհը ուզում եք բաց լինի, ճանապարհները բաց լինեն, այն որ ասում ենք այ ողջունելի, եթե կարող եք անել, հրաշք կլինի, մենք էլ շունչ կքաշենք։ Բա անկիրթ կամ ադիբուդիով ինչն եք զարգացնելու։ Կամ պետության հիմքը մայրենի լեզուն փողոցում պղծելով քաղաքապետի ու էսիերի մակարդակով ուր եք տանելու։ Ինչն եք զարգացնելու։ Իհարկե Երևանի տոնը շնորհավոր, որ անցնում եք Սայաթ Նովա Տերյան Խաչմերուկով, այնտեղ ինչ-որ մարզական բումայի խանութ էր, ինչ էր, չգիտեմ, այդ խանութի վերևը երկրորդ հարգում Երևանում 4-5 գեղեցկուհի, այնպես ասած, հանրաճանաչ կանայք են եղել, Սիրուն Լիայի տունն է եղել։ Տղերքը գալիս էին այդտեղ ժամադրվում, հանդիպման ասենք, ապեր դե կհանդիպենք Լիայեն, Սիրուն Լիայեն տան մոտ, որ կարող է էլի Լիան պատշգամբի կանգնի, իրենք տեսնեն այդ գեղեցկությունը։ Երևանը սեր է, իր ողջ մտքով, Երևանը պատմություն է։ Երևանը պղծել պետք չի, ինչքան էլ հիմար քաղաքապետը Նիկոլ Փաշինյանի սրտով լինի։ Ինչքան էլ իր համար աշխարհի ամենահիանալի մարդը լինի, գոնե պահանջեք, որ չպղծեն, որ չթքեն, չմիզեն Մեսրոպ Մաշտոցի հիշատակի վրա կամ ուղղությամբ։ Հասկանում եք, Երևանը օդապարիկ թռցնելով չի։ Երևանը փողոցներն ազատելով, փողկապով եւ կոստյումով հեծանիվ քշել չի։ Գնում եք, գնացեք, ինչ եք, այն որ ասում է աչքներս քո խումորու մեջ։ Դեռ չեք հասկանում ինչ եք անում։ Վաղը կհասկանաք ուշ կլինի։ Բայց ահա այսպես ազատ ճանապարհներ ինքնիշխանության պահպանում, մաքուր կրթություն, ճշմարիտ մոտեցում, ազնվություն, սեր։ Այս ամբողջը մեզ կտանի առաջ։ Հակառակը ստանալու ենք իմ սիրուններ իրար պոչից կպած։ Հիմա եթե որևէ մեկը կադրում գրի միասին Նիկոլ Փաշինյան, կասեն էսա Պուշնովա, կամ գրի, չգիտեմ, բայց Երևանի փողոցին մի բան է որոշել 100 հիմարներ, յանալի մարդիկ, շեպտալով ճամփու են դրել այդ բան, ասել են գրեք, թող մեր երեխեքը կրթվեն, ու խոսում եք կրթությունից։ Կհանդիպենք, առողջ կացեք։